պարոն Մանուկյան, ասում եք հենա լրագրողները նստած են, սենց նայում եմ ուղղակի աչքով 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 լրագրող է նստած, 11-ից մենակ մեկն է նեյտրալ լրատվականի ներկայացուցիչ։ Ֆակտոր TV ներկայացուցիչ։ Մնացածը անդիմադիր ուղղվածության լրատվականներ են։ Պարոն Ֆարաջան, մյուս անգամ հանձնաժողովի նիստի ժամանակ չհամարձակվեք խոսակ պատգամավորի հետ։ Այ քեզ բան։ Եվ մի դուրս եկեք դու։ Էցես ով է իրավունք տվել առհասարակ հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորին արձագանքեք։ Պարոն Ալեքսանյան, խնդրում եմ մի վարքյան։ Պարոն Ալեքսանյան, մի վարքյան, առանց որևէ բանի։ Հարգելի լրագրողներ, դուք ընդհանրապես լսեք։ Շատ բան է։ Պարոն Ալեքսանյան։ Ես չգիտեմ ձեզ ով ասել, որ դուք կարաք ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավորին արձագանքեք։ Հա, կարող է։ Պարոն Ալեքսանյան։ Դա իմ գնահատականն է, ձեր լրատվականին վիրավորանք չի կամ բան չի։ Պարոն Ալեքսանյան, ես խնդրում եմ մի վարքյան։ Դուք չունեք։ Դուք ուշադիր լսեք, գնացեք ձեր թերթերում, հեռուստաընկերություններում արձանագրեք, որ դուք վատ բան եք լսել կամ լավ բան եք լսել։ Մի արձագանքեք եւ մի խանգարեք մեր աշխատանքը։ Սիրել դուք շատացաք, դարձաք անթիվ անհամար։ Պարոն Ալեքսանյան, դուք ճիշտ եք։ Փաստորեն ես ուզում եմ հայտնաբերեմ այն միակ անկախ դուք եք։ Ֆակտոր TV-ն է։ Չէ, հայ երկուսը կարող ասել։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքը։ Պարոն Ալեքսանյան, դուք եթե հարց ունեք, հնչեցրեք հարցը։ Հնչեցնում եմ, հարցապնդում է որպես այդպեսին, եթե կուզեք ուրեմն։ Նայ մեզ ընդդիմադիր լրագրողներ են բոլորը, վատ բան չի ընդդիմադիր լրագրող ելնելը կամ ընդդիմադիր լրատվական ելնելը, սա որպես վիրավորան կամ պիտակ չի, մա քաղաքական ուղղվածություն է լրատվականների, ինձ փորձելու եք համոզեք հրապարակը չի ընդդիմադիր, չգիտեմ, այնտեղ News-ը չի ընդդիմադիր, 24 News-ը չի ընդդիմադիր, ձեր լրատվականի անունը չեմ հիշում, բայց ես հիշում դուք եք ընդդիմադիր։ Լավ։ Լրեմ, որը չի ընդդիմադիր։ Պարոն Մանուկյանը այս ընդդիմադիր լրագրողներից տալիս մարդիկ տեսել են։ Ախր ակնհայտ է, որ այս մարդիկ տեսել են, այն ինչ իրանք ուզեցել են տեսնել։ Այս մարդկանց տեսածը ու լուսաբանածը ակնհայտ է, թե ինչ պետք է լինի։ Բայց դրա համար է, որ երբ որ 2010-2017 թվականներին տարեկան միջին սպանությունների թիվը միջինում տարեկան եղել է 52, վերջին 5 տարում այդ թիվը միջինում 50 է, բայց այս մարդկանց լուսաբանածը նենց է, որ սպանությունների թիվը տարեկան 100 անգամ աճել է։ Բա ակնհայտ է, որ տենց պետք է լինի, ժողովուրդ ջան, որովհետև ակնհայտ է, որ օլիգարխիկ կոնկրետ մի հատ կլան, կոնկրետ սպասարկող, կոնկրետ քաղաքական կենտրոնի զրկվել է Հայաստանում իշխանությունից, ու այդ ամբողջ իրակուտակածը եւ ամեն ինչը պաշտպանելու համար այսքան լրատվական կա ընդդիմադիր։ Մեզ լրատվականները որտեղից են ֆինանսավորում, որպեսզի ցույց տան, Չէ, ուրեմն դուրս եկեք միացտեղից, եթե ձեզ թվում է, թե դուք կարաք այստեղ հանձնաժողովի նիստի մասնակցեք, այ քեզ բան։ Հակարանք ձեզ լիքը բան ասենք, թե ձեզ մենակ Աղվան Վարդայանը կարա հրապարակի շենքում բան ասի։ Պարոն Մանուկյան, ուրեմն դուք ձեր չափը ճանաչեք, հաջորդ անգամ։ Հերիկը քեզ եղավ է, մյուս անգամ ձերդ չբարձրացնես թե։ Լրագրողների չէ, ընդդիմադիր լրագրողների, ում որ ծառայում են նայել կներեք արտահայտությանս համար պաստուպի տալու։ Գողականը, պարոն Մանուկյան, ձեր շեֆերն են ու ձեր շեֆերի շեֆերն են, պարոն Մանուկյան, են որ ազգային ժողովի ամբիոնից պարեկների աշխատավարձից 5 տարի սարքել եք, մեկը հենց դուք, պարոն Մանուկյան, թիրախավորման թեմա, պարեկները 300,000 են ստանում, բայց կներեք էլի, եկեք աշխատենք գուցե, այս վեճը դռնից ենք հոմ, մենք անդադ կարանք անենք, լրագրողները տեսեք ինչան շատ են բոլորը, սենսացիային մանգալ եկանք, բարով եկեք, հիմա սենսացիաները վերացավ, շարունակում ենք աշխատանքը։